13 տարվա դադարից հետո քաղաքապետարան է վերադառնում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ 10 լավագույն շենքերից մեկն է։ Առաջ 13 տարի ոտք չեմ դրել։ Դեռ ավականու մանդատով է միայն քաղաքապետարան ոտք դնում Ղուկասյանը։ Առաջին նիստը վարողի իրավունքն իրենն է, ավականու ամենատարիքով անդամն է, առաջարկում է աղոթքով սկսել։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն։ 4 քաղաքական ուժ է եկել քաղաքապետ ընտրելու, բացակա է ամենաշատ 14 մանդատ ունեցող քաղաքացիական պայմանագիրը։ Մայր Հայաստան, մեր քաղաքը եւ Իմ հզոր համայնք խմբակցությունները չառաջադրեցին համայնքապետի իրենց տեխնացուին եւ հայտարարեցին քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Քվեներով ապահովելու ենք ընդդիմադիր քաղաքապետի տեխնացուի ընտրությունը, որովհետև վստահորեն պնդում ենք, որ դա է պահանջում այսօր պետության առավելագույն շահը։ Պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական տեխնացուի։ Այս ընթացքում Facebook-ում հայտարարություն տարածեց նաև նիստը բոյկոտած իշխող ուժի ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը, որ հիմա ավականու մանդատ ունի։ Մինասյանը ձևակերպել էր, թե ստեղծված վիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է։ Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից։ Հանուն Գյումրու եւ Գյումրեցու պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Մինասյանի արտահերթի գնալու կոչին զուգահեռ քաղաքապետարանի նիստերի դահլիճ եկած 18 նորընտիր ավականիները միաձայն ընտրեցին միայն տեխնացուին Վարդան Ղուկասյանին։ 0 դեմ։ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Ղուկասյանը 5-րդ անգամ կգլխավորի քաղաքը, ասաց անհրաժեշտ սուբորդինացիան կպահպանի իշխանության հետ աշխատելիս, եթե լինի փոխադարձ մոտեցում։ Լրագրողները հետաքրքրվում են, ինչ կլինի, եթե քաղաքացիական պայմանագրի անդամները այդպես էլ մյուս նիստին չներկայանան։ Բա հիմա ո՞նց ընդունեցինք։ Բայց ես մտածում եմ, որ ԿՊՆ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է։ Ամբողջ կազմով ավականու նիստերին մասնակցելու Իմ հզոր համայնքը ուժը գործադիրում մասնակցություն չի ունենալու։ Ըստ նախաձեռնությունների կորոշվեն կողմ թե դեմ քվեարկել դրանց ընդունմանը։ Շտապել են ընդդիմադիրները, երբ ընտրությունից հետո աջակցություն են հայտնել Ղուկասյանին։ Ռուբեն Մխիթարյանն ասում է, հայտարարել է այն, ինչ ասել է նաև քարոզարշավի օրերի ընթացքում։ Ես կարծում եմ, որ նվազագույն խնդիրը, որը մենք մեր դիմաց դրել ենք, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է, Գյումրիում չունենալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ, մենք դրան հասել ենք։ Իսկ նորընտիր ընդդիմադիր քաղաքապետը արդեն աշխատանքային պլաններով է կիսվում։ Առաջին հերթին կադրային քաղաքականությանը ուշադրություն կդարձնեն։ Երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորիս ծրագրերը։ Եվ վերջում ընդանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Նիստերի դահլիճից անմիջապես քաղաքապետի սենյակ դեռ չի բարձրանում Ղուկասյանը, հուշում են երթնակալությունից հետո։ Այն ապրիլի 19-ին տեղի կունենա։